Իմ գործերը նման են Հայաստանի Հանրապետության գործերին, որ իրոք լավ չեն։ Իմ գործերը ուղիղ կապված են։ Տեսեք, դուք ինչ պիտակավորում ուզում եք կարակ տակ, 100 անգամ կարակ ասեք մանիպուլյացիա ստել, ես ձեզ սպարս հարց տվեցի։ Մենք գրավոր ենք հայտարարությունները տարածել, երբ ծանոթացել ենք Ադրբեջանի հետ բանակցվող փաստաթղթերին ու գրավոր տարածել ենք հենց այս օրվա համար, որպիսի որևէ շահարկման առիթ չտանք, 5 падգամավոր երկար քննարկել են ինչ տեքստ տարածեն ու ամեն բառի համար պատասխանատու են։ Հիմա բոլոր են հայտարարությունները, որ արել ենք, ես կրկնում եմ, ու դուք դրա համար էլ չեք կարող մի հատ կոնկրետ սուտ բերեք։ Ես չգիտեմ այնտեղից ինչ էին ասում։ Բացեք, նայեք, ձեր ասածներից ոչ մի բան չկա այդ հայտարարություններում։ Մենք հատուկ գրավոր հայտարարություններ ենք տարածել։ Հիմա դուք երկրորդ բանը մեր լրագրողների համար եմ ասում։ Դուք չեք կարողանում նշել տեղ ու ես սրանով ուզում եմ ցույց տալ պայմանավորվածությունների փոխադարձության աստիճանը։ Դուք չեք կարողանում ցույց տալ տեղ, որտեղ Ադրբեջանը մեր տարածքը ճանաչել է այն նրանով, ինչով կա, ինչով մենք սովորել ենք մեր դպրոցական դասագրքերում, որովհետև չկա այդպիսի հայտարարություն։ Ու դա է փոխադարձություն։ Դուք ասում եք, եթե այնտեղ գրված է, որ կողմերը ճանաչում են փոխադարձ միմյանց տարածքային ամբողջականությունը, դա բավարար է։ Ես էլ ասում եմ, դա ՄԱԿ-ին անդամակցելուց էլ ենք բան արել։ Դա ընդհանրապես միջազգային հարաբերությունների սկզբունքներն են։ Եթե բավարարն է, ի՞նչ է դրա ձեռքբերումը։ Ո՞րն է դրա դարակազմի ձեռքբերումը։ Դուք ինչու եք գնացել 400 կիլոմետրով ճանաչել, եթե դա բավարար էր։ Ու մի հատ էլ որ ցույց տամ, բարձ հարցի էլ կպատասխանեք, բանակցությունների ընթացքում այդ փաստաթղթի գրավոր առաջարկներով դուք արտաքին գործերի նախարարությունը պնդել եք, որ կոնկրետ քարտեզ ֆիքսվի, կոնկրետ քարտեզ, կոնկրետ թվականների քարտեզ ֆիքսվի։ Պնդել եք, մենք դրա մասին հայտարարություն արել ենք։ Դուք մեկնաբանեք հիմա իմ դիմաց նստած այս կետը, որտեղ դուք պնդել եք, ու եթե հերիք էր մենակ այդ տարածքային ամբողջականություն ճանաչում ենք դրվագը, ինչու եք պնդել։ Եթե պնդում եք, որ չեք պնդել տենց բան, հրապարակեք այդ ամբողջ բանը, փաստաթղթերը, թող հանրությունը տեսնի ով է ստում։ Դեռ այսքանը մնացածը լիագումար նիստերին կքննարկենք։ Բայց չեք գալիս չորեքշաբթի օրերին լիագումար նիստերին քննարկեք, կա քննարկեք։ Համեցեք պարոն Միրզոյան եթե ասել։ Դե Տիկին Վարդան, ձեզ իհարկե պետք է արժանին մատուցել։ Կապ չունի տրամաբանական ինչ ասենք, ինչ ապացուցված ճիշտ լինի թե չէ, դուք վարպետորեն կարող եք դրա դեմ կռիվ տալ արգանքներս։ Ինչն է տենց բան։ Բայց Տիկին Վարդան, ժամը ուղղակի լրանում ահագին հրապարակված տեքստ կա, նայեք հետո խոսենք էլ այդ ամենի մասին, քարտեզների մասն էր մենակ մի քիչ կոնկրետ, անդրադառնամ անպայման։ Քարտեզներ, այո, քննարկվել են։ Մենք հրապարակային ենք այդ մասին խոսել։ Գիշեք 1975 թվականի քարտեզ էինք խոսում եւ այլն։ Այդ քարտեզները քննարկվել են սահմանազատման գործընթացի շրջանակներում։ Այն պահից սկսած, երբ որ սահմանազատումը, այսպես ասած, եւ դրա կանոնակարգումը սկսեց առանձին իր կյանքով ապրել եւ դա արտահայտվեց ուրեմն կանոնակարգի համաձայնեցմամբ եւ վավերացմամբ կարեւոր process, որը դուք ենթադրել կարող եմ ահարկ համարեցիք բոյկոտել, այդ պայից սկսած այդ քարտեզները դադարել են լինել մեր բանակցությունների առարկա արտաքին գործերի նախարարների մակարդակով այդ հարթությունում ընդհանրապես մեր բանակցությունների ընթացքում 1000 հարց է քննարկվել 1000 թեմա, այսինքն բայց էլ եմ ասում այն պահից երբ որ դա իր առանձին կյանքը եւ արդյունքը ստացավ ուրեմն երկու սահմանային հանձնաժողովների համատեղ աշխատանքի վերաբերյալ կանոնակարգով այդ քարտեզների ոչ թե անվանումը, այլ այդ սկզբունքը, գլխավոր ամրագրող սկզբունքը եւ չափանիշները այնտեղ արտացոլվեցին։ Ինչը կարծում եմ նույնիսկ ավելի լավ արդյունք է, քան եթե ուղղակի տես բառացիորեն մի բանում պայմանագրում գրած լինենք եւ մինչեւ հասիմա սպասենք ստորագրմանը եւ ավելացմանը։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։